Բարև ձեզ, հարգելի հեռուստատողներ, այսօր հեռանկարի հյուրն է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Մենք կամփոփենք մարզական տարին 2025 թվականի սպորտային ձեռքբերումները, բացթողումները, Հայաստանում սպորտի զարգացման ուղղությունները, խնդիրները, նաև հաջորդ տարվա կարևոր անելիքներից կխոսենք։ Բարև ձեզ, Տիկին Ավագյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար եւ փորձենք ամփոփել տարին, սկսենք մեդալներից։ Ինչքան մեդալ ունենք այս տարի եւ համեմատենք նախորդ տարվա ցուցանիշի հետ։ Ես եմ ձեզ շնորհակալ հյուրընկալելու համար, պարոն Հովհաննիսյան։ Ես 2025 թվականը, եթե փորձեմ ամփոփել, նմանատիպ պատկեր պիտի ներկայացնեմ։ Մենք մարզաձևեր ունենք, հենակետային մարզաձևեր, որոնք որ այսօր Հայաստանի Հանրապետության համար մարզական միջազգային սպորտի քարտեզի վրա մեծ ավանդույթներ ունեն արդեն ձևավորված, զարգացած եւ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ապացուցել է իր մարզիկներով թվարկածս։ Մասնավորապես խոսում ենք ըմբշամարտի մասին, ծանրամարտի մասին, շախմատի մասին, խոսում ենք բռնցքամարտի մասին, հրաձգության մասին։ Մարզաձևերը բազմաթիվ են, որոնք մենք միջազգային հաճելիորեն այն շարքը նաև մարմնամարզություններ լրացրել։ Այո, մարմնամարզություններ լրացրել, շատ ճիշտ եք, եւ հենակետային մարզաձևերի շնորհիվ է, որ մենք միջազգային սպորտային քարտեզի վրա մեր ուրույն տեղն ունենք արդեն։ Եթե փորձեմ թվային ցուցիչով ներկայացնել, այս տարի 2025 թվականը ամփոփելու 357 մեդալի մասին պիտի խոսենք եւ եթե համեմատական անցկացնենք 2024 թվականի հետ, մենք փոքր-ինչ մեդալների պակաս ունենք, բայց մենք 2025 թվականի արդյունքները չենք գնահատում միայն մեդալների քանակով, մենք մրցումների մակարդակով, երիտասարդների ներկայացուցչության մակարդակով են գնահատում, արված փոփոխությունների արդյունքով են գնահատում, որոնք որ մեզ պիտի պատրաստեն առաջիկա Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը եւ ամենակարևոր ստուգատեսը սպորտում օլիմպիական խաղերին ենք մենք պատրաստվում։ Ասել կուզեմ, մեդալային հաշվարկը միգուցե փոքր-ինչ քիչ է նախորդ տարվա համեմատ, բայց ամեն ինչ փոփոխությունները նպատակային են, որոնք կախված են փոքր-ինչը ոչինչ, շատ չլինի տարբերությունը։ Որը ամենամեծ ձեռքբերում կհամարեք։ 2025 թվականին կարատեի պատմության մեջ Հայաստանյան առաջին անգամ մենք մեդալ ունեցանք, երկար տարիներ ձյուդոյի մասով մենք չենք ունեցել լավագույն արդյունք, մենք մինչև 23 տարեկանների մրցաշարում ունենք հաղթող, սա առհասարակ ես հիշում եմ տարիներ շարունակ ձյուդո մարզաձևից ոչ մի տարիքային խմբերում ոչ մի բան չէին գրանցում, հիմա արդեն մեդալ ունենք։ Շատ ճիշտ եք ասում, մենք զուգահեռաբար դրա համար հենց այդ օրինակը ես փորձեցի ներկայացնեմ, մենք պարադահուկորդներից ունենք մասնակից 2025 թվականին, որ լավագույնս արդյունք է ցուցաբերել Հայաստանի պատմության մեջ, այսինքն ներկապային այո, մենք ունենք ցուցանիշներ, որոնք տարբեր մարզաձևերի շրջանակներում իսկապես արդյունքներն աննախադեպ են։ Իսկ ամենամեծ նվաճումը, որը կհամարեք, ես օրինակ Վարազդատ Լալայանի ոսկե մեդալն եմ ամենամեծ նվաճումը համարում։ Շատ ճիշտ եք նշում։ Գիտեք ինչու, որովհետև եթե մեկ այլ տեսանկյունից այդ իրադարձությունը բնորոշենք, դա նշանակում է, որ աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է։ Բոլորիս պարծանքն է Վարազդատ Լալայանը եւ ոչ միայն որպես սպորտի ներկայացուցիչ, այսինքն համաշխարհային մակարդակով, այո, մենք ունենք հայազգի երիտասարդ, որը բոլորիս համար եւ Հայաստան Սփյուռք եւ Հայաստան աշխարհ կապերի առումով բավականին լուրջ մեծ հնարավորություն է տալիս դիրքավորվել այս առումով։ Մենք ունենք լավագույնս մարզիկներ եւ ըմբշամարտից, եւ ծանրամարտից, եւ բռնցքամարտից, եւ հրաձգությունից, այսինքն տվյալ պարագայում կարող ենք հնչեցնել բազմաթիվ անուններ, որոնք սպորտի պատմության համար արդեն իրենց կենսագրությամբ կերտել են իրենց ասելիքը մասնագիտական, բայց զուգահեռ նաեւ պետք է նշենք մասնագետներ, մարզիչներ, մենք մարզիկներ ունենք, ովքեր տվյալ պարագայում միգուցե չհնչեն մեր շուրթերից, բայց իսկապես նրանք նույնպես Հայաստանի համար մեծ ձեռքբերումներ են։ Ես նաև կհարցնեմ, ինչն եք ձախողում համարում 2025 թվականին մարզաշխարհում։
2025 թվականին մարզաշխարհում ընդհանուր մեդալների քանակը եթե մենք դիտարկենք, բայց ես արդեն իմ վերոնշյալ մտքում ասեցի, որ դրանք պայմանավորված են նաև միջազգային կանոնադրություններում որոշակիորեն փոփոխման, տարբեր քաշային կարգերում փոփոխման մոտեցումները, սրանք պայմանավորված են դրանով, ես կհամարեմ, որ մեր մարզիկները, մարզչական կազմն ամեն ինչ անում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը միջազգային ասպարեզներում ամեն դեպքում մաքսիմալ արդյունք ցույց տալու բարձր պահեն։ Նախարարությունը ինչպես է աշխատում ֆեդերացիաների հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր գլխավոր ռազմավարական կետերից մեկը դարձրել է աջակցել է սպորտի զարգացմանը, այսինքն ֆինանսական մեծ ներդրումներ, աջակցություն մենք տրամադրում ենք ֆեդերացիաներին։ Մենք նախարարի հրաման ունենք 2024 թվականին հաստատված, որտեղ կարգով առանձնացրել ենք 3 խմբի մարզաձևերը, բաժանել ենք 3 խմբի ֆեդերացիաները, հենակետային մարզաձևեր ունենք մենք, զարգացող եւ ծրագրային, այսինքն եթե մենք խոսենք մեր առավելություններից, բնականաբար պիտի խոսենք աշխարհի Եվրոպայի առաջնություններում լավագույնս գրանցած արդյունքներից եւ պատրաստվենք օլիմպիական խաղերին։ Ես շատ կարևորում եմ տվյալ պարագայում պետության կողմից տրված աջակցության արդյունքում ֆեդերացիաների հետ սերտ համագործակցության արդյունքում նաև կարևոր դեր պիտի ունենա հաշվետվողականությունը, այսինքն եթե կա աջակցություն, եթե պետության կողմից ամեն ինչ արվում է սպորտը զարգացնելու համար, պիտի նաև հաշվետվողականության մշակույթը մենք ձևավորենք, ինչն անխոս պիտի նպաստի լավարկելուն այն ինչը մենք ունենք։ Ձմեռային մարզաձևերից հարցնեմ, առհասարակ այս թեմայի մասին միշտ խոսվում է, ինչ որ ծրագրեր են կազմվում, բայց մենք ունենք շրջաններ, որտեղ խառադիձյուն կա տարվա գոնե մի 5-6 ամիս է, օրինակ Աշոտսկի Ամասիայի տարածաշրջանները եւ այդ հատվածներում զարգացած են մարզաձևերը, բայց այնքան չէ, որ մենք կարողանանք միջազգային ինչ-որ ներկայացուցիչներ ունենալ։ Այս ուղղությամբ նախարարությունը ինչ աշխատանքներ է տանում։ Ձմեռային մարզաձևերը ամբողջովին գտնվում են պետական աջակցության ծրագրում եւ դահուկային սպորտ եւ սնոուբորդի ֆեդերացիան, ինչպես նաեւ Եղասահքի ֆեդերացիան կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից տրվող աջակցության ծրագրից օգտվում են։ Բնականաբար լավարկելու կարիք ունենք մենք ձմեռային մարզաձևերը զարգացնելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դիտարկենք միայն туриզմի տեսանկյունից, այո, սպորտային մասով մենք շատ անելիք ունենք։ 2025 թվականին Ծաղկաձորում, Աշոտսկում անց են կացվել ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի Հանրապետության առաջնություն է անցկացվել եւ 2025 թվականին փետրվարին Հայաստանում Ջերմուկում անց են կացրել համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնք բնականաբար նպաստելու են մարզաձևերի մասսայականացմանը, հետաքրքրության առաջացմանը եւ մենք ծրագիր ունենք, նպատակ ունենք Աշոտսկում մարզադպրոց հիմնելու, իհարկե վերջի շրջանում բառացիորեն քննարկման առարկա է դարձել Աշոտսկում մարզադպրոց ունենալը, որտեղ որ ձեր նշած տրամաբանությունից ելնելով հենց պիտի ձմեռային մարզաձևերը զարգանան աշխարհագրորեն դիրքով պայմանավորված։ Ես ասել կուզեմ, որ այո, պետությունն այսօր աջակցման նաև ծրագրերի մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում մարզադպրոցներ կառուցելը, որտեղ որ մենք տեսլական ունենք Աշոտսկում կառուցել մարզադպրոց, որն անխոս պիտի զարգացնի ձմեռային մարզաձևերն ու արդյունքները։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Աշոտսկի եւ Ամասիայի տարածաշրջանի գյուղերի երեխաների մեծ մասը մարզվում են հենց դահուկավազքով, որովհետև երբ այդ տարածաշրջանները ես ձմեռայցելում եմ, տեսնում եմ ինչքան երեխա դահուկներով այդ ձյան վրա դահուկավազք են իրականացնում։ Պարզապես տեխնիկայի խնդիր կա, որակյալ գույքի խնդիր կա, մենք գիտենք թե օրինակ որակյալ դահուկները ինչքան թանկ արժեն, գուցե նաև որակյալ մասնագետների խնդիր կա եւ արդյունքում այդ մարզաձևը կարծես թե տեղում է դոփում, բայց կարծում եմ հեռանկարներ կա։ Ես կուզենայի դուք խոսեք նաև պարգևավճարների, այն խրախուսումների, որոնք պետք է ոգևորող հանգամանք դառնան եւ մարզիչների աշխատանք եւ մարզիկների ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Շատ ճիշտ դիտարկում եք անում, պարոն Հովհաննիսյան, այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն իդեմս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության
գումարներ է հատկացնում մեր անվանի մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված մասնագետներին, բժիշկներին, որտեղ որ պիտի գլխավոր շեշտադրությունը լինի, թիրախը լինի հենց մեր անվանի մասնագետներին, որոնք որ սպորտը միջազգային ասպարեզներում Հայաստանը ներկայացնելու համար ջանք չեն խնայում, Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում, հատկապես վերջի տարիներին ես պիտի կամք ունենամ նշել, որ սպորտը մեծ ուշադրության կենտրոնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Մենք վերջերս հաստատել ենք ծրագիր, կառավարության արդեն որոշում կա 2028 թվականին պատրաստվելու համար օլիմպիական խաղերի մասին է խոսքը, բնականաբար 406 միլիոն հատկացրել է եւ սա գործելու է հունվարի 1-ից արդեն, այսինքն Հայաստանի Հանրապետության հավաքականներում ընդգրկված մարզիկները, մարզիչները, մասնագետները, որոնք որ պիտի օլիմպիական խաղերում թիմային աշխատանքի արդյունքում գրանցենք նվաճում, պետությունը գումարներ է հատկացնում մեր մասնագետներին, ասել կուզեմ մի զբաղվեք պարապմունքից դուրս ձեր սոցիալական խնդիրները լուծելու համար այլ աշխատանքով, աջակցություն է մարզիկներին, մարզիչներին մեր լավագույն, սա նոր մոտեցում է, որը կիրառվելու է հունվարի 1-ից արդեն 2028 թվականի օլիմպիական խաղերին պատրաստվելու համար, բայց զուգահեռաբար այո, պետությունը թոշակներ է տրամադրում մեր մարզիկներին, տարեվերջյան պարգևավճարներ ենք տրամադրում, ցմահ մենք ունենք պատվովճարներ, այսինքն գումարներն իսկապես ահռելի են, որոնք պետք է նպատակային օգտագործել, որ մարզիչներին, չէ՞։ Այո, նաև մարզիչների եւ վերջի տարիներին այդ պարգևավճարների թիվը, ինչքան գիտեմ, բարձրացել է եւ շարունակում է բարձրացել է եւ շարունակում է բարձրանալ, շատ ճիշտ դիտարկում եք անում, ես ուղղակի միայն խոսեցի ունեցածին, այս տարի ավելացել է նաև 406 միլիոն դրամը, որը որ պիտի դառնա լրացուցիչ մեր մասնագետներին պատրաստվելու համար։ Օրինակ, որ մարզիչներն են պարգևավճարներ ստանում։ Նրանք, ովքեր ունեն Եվրոպայի կամ աշխարհի առաջնության չեմպիոններ, մրցանակակիրներ, թե օրինակ Հայաստանի առաջնությունը հաղթած մարզիկի մարզիչը եւս պարգևավճար, ինչ որ խրախուսման եղանակ կա նրա համար։ Խրախուսման եղանակ կա եւ պարգևատրվում են մարզիչները, մարզիկների եւ պարգևատրում է հավաքականի գլխավոր մարզիչը եւ պատվովճարներ ստանում են օլիմպիական խաղերի չեմպիոնները, ցմահ պատվովճարների մասին է խոսքը եւ զուգահեռաբար թիմում, հավաքական թիմում ընդգրկված մասնագետները, ովքեր պիտի աշխատեն օլիմպիական խաղերի համար մեր մարզիկների հետ իրենք բոլորը վճարվելու են։ Կներեք, ես լավ չեմ հիշում, մարզիչները ուսուցիչների օրինակով կարող են այդ ատեստավորման ինչ որ կուրսերին, այդ դասընթացներին մասնակցել, հետո քննություն հանձնել ավելի բարձր որակավորում ստանալու համար եւ հետեւաբար նաեւ հետագայում ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար, թե մարզիչների համար գլխավոր ցուցիչը այն մեդալներն են, այն երեխաներն են, որոնք արդյունք են տվել։ Շատ ճիշտ եք նշում, պարոն Հովհաննիսյան, բացի այն, որ մեդալներ, ցուցիչներ են տվել մեր մասնագետները, անվանի մարզիչները իրենց սաների ցույց տված արդյունքներով, մենք նաև աջակցություն ունենք, այսինքն լրացուցիչ ծրագիր ունենք, ատեստավորման մասին է խոսքը, կամավոր ատեստավորման մասին է խոսքը, այո, մարզիչները նույնպես հնարավորություն ունեն կամավոր ատեստավորման արդյունքում լրացուցիչ գումարներ աշխատելու ըստ արժանվում։ Մրցաշարեր կան, որոնք այսպես ընդհանուր անվանում ունեն վարչապետի գավաթ, մի քանի սպորտաձևերում, այս քանի օրվա ընթացքում վոլեյբոլինը կայացավ, ես հիշում եմ հեծանվավազքի, եթե չեմ սխալվում, կա թենիսի կա, մի քանի լող մարզաձևի կա, հանրագումարում ինչ արդյունք են տվել այդ միջոցառումները։ Գիտեք, շատ կարևոր է, որ ֆիզիկական կուլտուրան, առողջ ապրելակերպը, առողջ ակտիվությունը մեծ դեր ունենա հասարակության կյանքում, մեր մանկապատանեկան տարիքի աշակերտների մոտ, այսինքն մենք սպորտը, ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու հարցը պիտի դարձնենք կենսակերպ եւ դա շատ կարեւոր է սերունդների համար։ Բացառություն չէ նաեւ այս ծրագիրը, որ պիտի հոգա այս կտորը իրականացնել, այսինքն վարչապետի գավաթը ֆիզիկական կուլտուրան սպորտը մասսայականացնելու միտում ունի,
սերունդը առողջացնելու միտում ունի եւ եթե վիճակագրորեն ներկայացնեմ ես 2025 թվականին մենք իրականացրել ենք վարչապետի գավաթ 6 ձևերից լող մարզաձևից ենք անցկացրել թիմային խճուղավազքից ենք անցկացրել, հեծանվային խճուղավազքից ենք անցկացրել, բասկետբոլի լիգա, վոլեյբոլի լիգա եւ անց ենք կացրել թենիսի, սեղանի թենիսի առաջնություն, վիճակագրորեն եթե ներկայացնեմ, այս տարի մենք ունեցել ենք լավագույնս ցուցիչ 25000 եւ ավել մասնակից ենք ունեցել դպրոցահասակ աշակերտների եւ սա լրացուցիչ խթան է որ վարակիչ դառնա իրենց հասակակիցների համար զբաղվել։ Հենց վարակիչ դառնալու իմաստով իսկ կա վիճակագրություն, որտեղ մենք տեսնենք թե ընդհանուր առմամբ դպրոցահասակ երեխաների շրջանում ինչ որ մարզաձևով զբաղվողների թիվն է ավելացել։ Իսկ ինչ որ X թիվ ունենք, այսքան տարի առաջ, հիմա ավելի մեծ թիվ ունենք։ Ընդհանուր բոլոր սպորտաձևերի մասն է խոսքը։ Ես վերահաստատում եմ ձեր ասած միտքը, որ այո մենք ունենք աճ, դինամիկա ունենք այս առումով, որովհետև եթե վերցնենք 2023 թվականին ցուցիչները բավականին համեստ են այս տարվա 25000-ի համեմատ, սա նշանակում է, որ մեր մանկապատանեկան տարիքի աշակերտները սկսել են զբաղվել սպորտով եւ եթե վիճակագրորեն ներկայացնենք, այո, եւ բասկետբոլի լիգայի արդյունքում են սկսել արդեն ավելի շատ զբաղվել բասկետբոլով եւ վոլեյբոլից հետո բնականաբար պիտի լինեն, որովհետև համայնքներում մարզային եւ միջև եզրափակիչ փուլ հասնելը արդեն երուզերը վարակիչ է, որովհետև նաև այս մասով կարևոր ցուցիչ է արձանագրելը եւ մարզական թիմը եւ թիմում ընդգրկված աշակերտները եւ մարզիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները ստանում են նաև դրամական խրախուսանք, սա եւս լրացուցիչ խթան է, որ վարակիչ դառնա իրենց հասակակիցների համար։ Եվ եկեք թվարկեք թե 2026 թվականին ինչ կարևոր մեծ միջոցառումներ, մարզական միջոցառումներ են անցկացվելու Հայաստանում, ես նկատի ունեմ աշխարհի Եվրոպայի առաջնություններ։ Շատ լավ, մենք պատրաստվում ենք շատ կարևոր ստուգատեսերի 2026 թվականին հրաձգության Եվրոպայի առաջնությանն ենք պատրաստվում, փետրվար ամսին պիտի ընդունենք մեր միջազգային մարզիկներին, գործընկերներին եւ Հայաստանը լավագույնս ներկայանալու մեծ առիթ է սա։ Մենք ունենալու ենք սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում եւ 10 պարային սպորտաձևերի առաջնությունն ենք մենք ունենալու, եզրափակելու ենք 3 Աշխարհի առաջնությունը պարային, հա, ես հիշեցի։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 27 թվականին, մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը 27 թվականին, 26-ին մենք 3 ստուգատես ունենք կարևոր իրականացնելու։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։